Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիահայ ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը մեր սիրելի Նուրիջանյան Վիգենն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ ենք։ Կարակ ո՞նց ներկայացնեմ ձեզ, որ մարդիկ ճանաչեն։ Մենսի ծանոթ մարդիկ ճանաչեն, բայց անծանոթներին դեռ Պետք է ծանոթանանք, ես էլ պետքա ծանոթանամ։ Ահա։ Սկսենք ամենասկզբից։ Երբ եք ծնվել, որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ Պարսկաստանում, բայց որ քաղաքում ճիշտ չգիտեմ, բայց 7 տարեկան հասակում տեղափոխվել ենք Հայաստան ծնողներիս հետ։ Այդ ժամանակվանից մենք որ եկել ենք Հայաստան, բնակվել ենք 3 ամիս Լեննականում, այնտեղ բնակարան հատկացրին, այն ժամանակ։ Մենք փոքր էինք տարիքով։ Քանի բալիկ էիք։ Մենք ունեմ 2 եղբայր եւ 1 քույր։ 4 հոգի։ Մեծ ընտանիք այո։ Բայց բացի այդ իմ ծնողներս էլ էին ամուսնացած եղած։ Մամաս ուներ 4 երեխա։ Բացի դեզանից։ Բացի մեզանից։ Վաու։ Պապաս էլ 3։ 4, 3, 4, 8, 11 երեխա։ Դա հերոսական էր։ Դե հիմա հերոսական Բոլորով էիք տեղափոխվել։ Հա չէ։ Չէ, մենակ 4-ով։ Մենք 4-ով։ Դե հիմա մեր մաման պապան տարբեր ընտանիքներ, հա։ Միասին։ Ու Լեննական, դե ասենք նոր որ եկել էինք Լեննական, դե հենց գալու օրն էր մեր մաման հիվանդացավ, որպես բաներ ինչ-որ ինֆեկցիա էր անցել, ստամոքսի լուծեր ընկել ու տարան հիվանդանոց։ Նոր հենց նոր եկել ենք ու տարան հիվանդանոց, դե վերվեշեր այդ ցենակում դրած, ոնց որ կար, բերեցին, դրեցին։ Մենք էլ փոքր երեխա, ամենամեծը 9 տարեկան, մեծ աղբերս, մնացածս 2 տարիքով փոքր։ Դու երկրորդն եք։ Այո։ Ուրեմն տենց դե պապան էլ ամեն անգամ գնում էր իրան տեսնելու, հա։ Դե վեշերը ոնց որ լուծած էր, մենք էլ երեխա էինք, գնում ենք դուրս խաղալու բան։ Եկան շատերը գողացան տարան մեր վեշերից։ Լավ է։ Հա, այդպես սկսվեց մեր Բարի գալուստ Հայաստան։ Բարի գալուստ Հայաստան, հայ ժողովուրդ, հայ բան։ Ագին գողացե տարել էին վեշերից։ Հավերժը դե պապան չգիտեմ ինչի պատճառով բան եղավ, ասեց իր աղբերը 46-ի եկած էին հալալ աղբերը։ Ու աղբերը մեկ էլ աղբոր տղեկ են Արտաշատի Մրգավետ գյուղում էին ապրում, ասեց որ տեղափոխվենք ընդե։ Դեվի որ ընտանիքին մոտիկ կրնեն, հեշտ լինի երեխեքի համար։ Դե պատմում մնացած է։ Ուրեմն դա դեռ սկիզբն է։ Հա, դա դեռ սկիզբն է, դժբախտության սկիզբն է։ Վայ։ Վերջը ուրեմն մենք 3 ամիս նայից հետո դե պապան որ ինքը մասնակցել էր հայրենադարձության ծրագրերին, այն ժամանակ Հայաստանից եկել էին մինիստրությունից, որ ասենք հայրենադարձեին ժողովրդին, պապան նրանց հետ իրար հետ բան այլ է աշխատել։ Համագործակցել էր ժողովրդին էր բան ամուզում, ասենք կամ բաներ տրամադրում, տոմսերա կամ մեքենաները, որ իրենց վեշերը տեղափոխի, տենց այդ մինիստրի ծանոթ էր։ Ասենք իր ճանաչում էին, ասելա որ սենց ուզում եմ այդ համեսույժ գյուղը, բագենան դեղ բանկանան քեզի հող կտան, հող կհատկացնեն, դու տուն կսարքես։ Դե պապաս այդ ժամանակ 40 տարեկանը չէ, արդեն աղագին երևի 40 տարեկան նոր մեզ է ունեցի հասկանում, ինքը մի 50 տարեկան։ Հա, էլի 50 տարեկան։ Եթե 8 տարեկան է, ինքը 78-ին է մահացել, երկան տարի ալու։ Համարյա 67-ին եկել 10 տարվա տարբերություն է, հասկանում ես։ Ինքը արդեն տարիքով մարդ էր, արդեն այն աշխատանքը չէր կարող կատարել որպես բանի։ Դե բաժա, եթե 3 երեխա ունեցել ա մինչև ձեզ։ 3 ունեցել ա, հետո բաժանվել ա ձեզ ունեցել, դա արդեն որոշ տարիք։ Իմ մեծ աղբերս Ամերիկայում ամնում, արդեն 80 քան տարեկան է։ Կապ ունեք դուք այն բալիկների հետ։ Այս վերջերս որ ես եկա Բելգիա, ինչև հետ էլ կար կապ, Հայաստան էր գալու, այն մեծ աղբերս որ կա, այն փոքրը լա չէր, այն ժամանակ չէ։
գալիս էր, ասենք այտենց տեսնում այն սովետի ժամանակ։ Ապաց մահացավ նոր տղային եկավ, թե չէ, բան չէ։ Դա ուրիշ պատմություն, հետո բանը կպատմի։ Մետը երկրորդ սերիան։ Հա, երկրորդ սերիան։ Հա, վերջը, այտենց մեզ տեղափոխեցին կտե, դե մենք երեխա ենք, ինչ ենք հասկանում, ինչը որն է, ինչը ոչինչ։ Վերջը եկանք այդ հորոխբերս տունը, ինձ էլ ունի 7 հատ տղա, մի աղջիկ։ Ինչ մերկ այդ աղջիկը։ Հա, վերջը, դե իրանք ապրում էին տուն կար, այս փոխկնել իրանք 5 տուներ, մի 2 սենյակ էր։ Այն մի տղեն նոր էր ամուսնատնորվորն, արդեն 3 հատ երեխա ուներ։ Այդ մի սենյակներ ունում, այդ փոքր սենյակները տվել են մենք որ մնային, չէ՞, այդ մեր տունը սարքինք։ Շատ դժվարություններով, այն որ ասա անհասանելի բանով, անպատկերացնելու բան էր, որ այդ բանը կատարվել է։ Այդ իմերս երևի շատ էր փոշմանել, որ եկել էր։ Մեզ շատ դժվար է, չէ՞, որ դժվարը այն է, որ վերականգնվես։ Իրանք այգի ունեին, խաղողեր, ծիրաններ մեր գետին, որ մենք պետք վերցնենք, Օրոխորսկինը լավ էլ շատ չխորանամ այդ բաներից։ Հիչ հայկական չի դա է։ Իրոք որ իմերս, որ ասեմ Սուրբ կիները, մավեշկա աստատի, շատ տանջվավ խեսպինը, չնայած հերսելն ընդեղով, ինչև այդ մենք կարողացանք այդ համարյա մի տարի մնացինք այդտեղ, ինչև այդ թողամաս տվին, ձմեռեր, բաներ, վերջը դե քարա մի տարի մնացիք այդ որ եղբոր տանը, այդ տանը, այդ պայմաններ, մի սենյակի մեջ, ոնց որ այն քարքրված Ինքան որ դուրսը չէիք։ Հա? Ինքան որ դուրսը չէիք։ Հա, այն որ գրիշ կար գլխնայից յանին։ Վերջը տենց բան արեցին, այդ հողամասը որ տվեցին, տեղ գնացին, վերջը մի կերպ, պատերը կանգնացրին, ծածկը թափեցին, առանց լուսամուտի բանի, մամաս ասեց գնանք ավելի լավ է, այդքան տեղ մնանք անլուսամուտ, ամպով։ Մելնագոնե։ Այ վերջը տենց մենք գնացինք այդտեղ սկսեցինք ապրել, դե որ ծանր էր, հերսել չէր կարում, պահակ էր աշխատում միտեղ դասավորել պահակ, մաման էլ նրա համար հաց էր թխում, էլի գոնե այդ հացն էր, հացեր էր վերցնում, բանի փողի փոխարեն, այտենց, մեզի տանում էր յոլա, հետո բան եղավ, որ խոսած այդ մինիստրի մի անգամ ինչ-որ հանդիպել էր պապային, ասել էր ինչ կա, ասես երկու երեխուն գոնե ասես գիշերօթիկ դասավորենք էլի ուղարկել։ Մի քիչ թեթև։ Որ մի քիչ թեթև անար, չէ։ Ինձ ու այն մեծ աղբորս այդ Երևանի քանակերի համար 12 գիշերօթիկ դպրոցը տեղավորեցին։ Մենք նոր արդեն այդ մենք ստեյ դպրոցը, դե ստեյ դպրոցն է, ճյուղի դպրոցն է, քարքրվոտ ոնց որ օլիկը այն թվերին։ Վերջը մեզ ուղարկեցին այդտեղ քանակեր։ Լավ է, որ գնացիք գիշերօթիկ։ Լավ էր, ամեն ինչ ասենք երկշաբթի եթում էինք, մինչև ուրբաթ մաման գալիս էր մեզ բերում, քեջ մամաս որ կարդալու գիր չի իմացե, ոչ կարդալ գիտեր, ոչ բան, բայց արտաշատից նայի գալիս էր կայարանից ստում էր երկրորդ համար մինչև քանակեր նորից մեզ վերցում էր բերում էր տուր ամեն շաբաթ երկշաբթի օրներ տանում էր ձունել էր ցեխել էր անձրևել էր ինչ էր հզոր են չէ մամաները վերջը տենց դե գիշերօթիկը այն էր որ դասը սովորում էի ամեն ինչը դե ասենք կոլեկտիվ բաներ որ կյանքը անդից արդեն հասկանում ես ասենք սովորական դպրոց գնալը ուրիշ է բայց այդտեղը արդեն կոլեկտիվի մեջ ես աշխատում սովորում ես ոնց որ քեզի ձևավորես շուտ մի ապագայի համար հա բանի մեջ մի հատ խմբի մեջ մի հատ մեծ ընտանիքի մեջ հասկանալ եմ իրար հետ ենք քնում հետո մտնենք դասղեկ ունեինք ու շատ խիստ դասղեկ էր խիստ կին էր բայց ճիշտ խիստ
Ճիշտ էր, հա։ Իր կողմից ավելի ճիշտ էր, մենք էինք նեղվում, որ ինքը շատ էր ճիշտ։ Որտեվ գիտես ինչ կա, ինքը ոչ թողում էր 3 հատ աղջիկ կար մեր դասարանը, նրանց հետո մեծ եղում բանան էին, արդեն 7-րդ դասարան էին, ջրտում մի հատ խազ գցեին իրանց հետ էր քնում դաժե, ասենք աղջիկներն տղաներն առանձին էին։ Դե դժվար էր իրեք աղջկա ահել այդ ժամանակ պատասխանատվություն։ Վերջը տենց գիշերոտիկ սովորանք ասեմ որ գերազանց կամ մեսին լավ սովորել եմ, չէ։ Նորմալ, ասենք ծույլիկ չեմ եղել, ոչ հարվածային, ոչ տենց 4-5-ի 3-ի 3 կար մեջ։ Հա։ Ու տենց հետո որ գիշերոտիկը վերջացրեցինք, դե նրանց հետո գնացին ուսումնարան։ Որ ուսումնարանը գնացիր։ Մեր մոտ Դալարում բան կար, ուսումնարան կար այն ժամանակ Դալար Գյուղարտաշատի շրջան։ Ես հանրապես տեխնիկայի հետ շատ սեր ունեի, ավտոմեխանիկական բաժինը մտա։ 2 տարի այնտեղ սովորեցի։ Մի րոպե, սպասի։ Փոքր ժամանակ ինչ էիր սիրում։ Փոքր ժամանակ։ Ну, դենց էլի դպրոցական ժամանակ ինչ էիր սիրում, ինչով զբաղվեիր, ինչ չէիր սիրում, հիշում ես։ Որ ասեմ այդպես բաները մենք ֆուտբոլ շատ ենք խաղում։ Ֆուտբոլը դա մեր ամենա ոնց որ ասած ամեն ինչ թողնեին ֆուտբոլ առավոտի ծերիկու վազում էին, առավոտի ծիրիկուն։ Ու ես լավ էի խաղում, ինձ Խորեն Հովհաննիսյանի տեղն էին։ Նույն տեխնիկայով բանով ես խաղում են, ինձ Խորեն ամավեսեց երկար տողը, Խորեն Հովհաննիսյան ճանաչում ես։ Հա, իհարկե։ Հա, ինձ էդ էր, ես որ կոմանդա ես որ ընկնեի, ախպերս տենիս կոմանդա ընկնեի, եթե երկուսին տեննենք շահմիջ։ Հա, չէ, մենք տարած էինք միշտ հլո, բայց դե ասենք այդ ժամանակ որ մենք գիշոտիկ ենք սովորում, դե մեր տարիքի երեխեքը մեր դրոցի, ասենք մի տարի իրար հետ սովորել էինք, ամառ ասենք արձակուրդներին գալիս էինք, իրանք կազմակերպում են ֆուտբոլի բան, մրցույթներ, դե մենք էլ այդ դասարանի հետ էինք։ Հա, բարձր։ Որպես ներկայացի այդ դասարան։ Վերջը տենց։ Չես հիշում մի բան, որը չէիր սիրում։ Սիրելը այդ դասա պատրաստումն էր, որ իրիկուն նստում ենք մի 2-3 ժամ պիտի նստեինք, այդ դասերը անգիրան էինք, չնայած ես ված չի դարսը, ասեմ ընդհանրապես շատ չէի կարդում, ասենք դասատի պատմածը իմ մեջ տպավորում էր, թե դա հարցաներ նույն բանը ես պատմեի, այդ բանը ունեի, բայց մարդիկային բան, որ ասում են անգիր էին անում, անգիր էին սովորում, ես չէ։ Գալիս ես ուսումնարան։ Հա, գալիս ենք ուսումնարան։ Քանի տարեկան ես ասեն 18։ Արդեն չէ, 18 չէի, 18-ում գնացի բանակ։ Հա, ну 16, հա, 12 տարի եթե 16 տարեկան, հա, 16 տարեկան 8-րդն էր, չէ, ասենք գիշոտիկները մինչև 8-ն է, հա։ Հա, դե ուրեմն 15 էիր։ 75 թվին, այլ 7, 10, 10, 15, այլ։ Հա, ուրեմն գիշերոտիկներ, դե ասենք այդ տեխնիկան որ կար, շատ էի սիրում, ոնց է, ինչից է, ոնց է, շատ հետաքրքրված ու այտենց սովորում էի, լավ սովորեցի, բայց մի հատ դեպք պատահեց, ուրեմն արդեն վերջի բաններ վերջի քննությունները տվել էին բան պատասխաններ գիշերոտիկի թե ուսումնարանի ու մի հատ դες դարդ եղավ իմ սրտին որ ես մինչև հիմա չեմ հասկանում թե դասատուն ինչի տենց արեցի ուրեմն այդ ժամանակ papan եկավ ծնողական ժողովի նման վերջին որ գալիս են ծնողների հետ հանդիպ խոսալու այդ դասղեկը մեր որ իր համար ամեն ինչ արել եմ, իրաց տուն դաժե գնացել եմ շինարարություն ենք արել մենք ու ես ասենք որ ես վատ բան արածել էի, վատ սովորացել էի, ես չեմ պատկերացնում։ Ու դա ինձ ինձ բողոքեց իմ հորս դեմ, ինձնից։ Ոյ։ Էլ ուզբեի բտնի գետի տակ, ամոթուց։ Բայց ես այդ չեմ եղել, ինչի դասատուն տենց արել, չգիտեմ։ Վերջը ուրեմն Ինչքան վիրավորական ա եղել քո համար չէ։ Հələ բացի էլ այդ դալարի դպրոցը ճանապարհից համարյա մի կիլոմետր հեռու է, այն գյուղի ամենավերջն է։ Հերսել այդ ժամանակ հիվանդ էր, շնչառության բան, խնդիրներ։ Ուրեմն
Անտից ֆոտով գալիս ենք, ու ես մտածում սերեսը շրջակը դուր ալում։ Ասում արա ես ինչի սենց բան ասեց։ Այս մարդն է սենց ու ես իմ մեջ սենց բռնում եմ արա ես ինչ եմ արել որ այդպես բան ասվի։ Հենց էլ շատ ցավ ունած իմ մեջ։ Ինչեր նայել չի անցնի։ Զգում եմ։ Հիմա որ պատմում ես զգում եմ պատկերացրու։ Վերջը։ Դե ուզում եի որ papan այո որտեղ դու ամեն ինչ արել ես որ papan հպարտանա չի։ Դրա համար եմ ասում։ Հա, ուրեմն հա, տենց էդի եկանք վերջը մի կերպ papan մի քանի տեղ կանգնելով տենց հանգստանալով եկանք դու մի բան չասեց։ Ավելի լավ ջղայնան արա ասեց։ Ոչ բան չասեց։ Ու տենց տարիներ անցավ, papan արդեն լավ չէր, հիվանդ էր։ Դե ինչ էինք անում։ Ժամանակ papan որ չէր աշխատում, թոշակի նոր էր անցել 66 տարեկան։ Դե վաղ 63-ից էին անցնում թոշակի։ Հա թոշակ էր ստանում, մամել այդ պահակությունների տեղանում։ Մաման էլ ինչ կա, թե ինչ է սարքում էր, ասենք կա ջեսնում էր տանին բազար ծախում էր այդպես մի կերպ։ Հա մի օր դե արդեն ես որ բան արեցի, սովորեցի, գնացի, հա, սկսեցի պրակտիկա որ գնացինք, ասենք պրակտիկա են սկզբից այդ պրակտիկա, այս առաջի աշխատավարձ էի ստացել պրակտիկայի։ Շիրն ասել։ Ձեր այդ աշխատավարձ բերեցի, տվեցի, մամասեր նստած պապաս։ Գել պապան ասեց նայի, էսի կալ դիր ծոցդ, քո այս տղեն քեզ պահել, դենց էլ ասեց։ Հերց չանցան քան տարի 78 թվին, պապան արդեն ավիվանդացավ թոքերի, 78 թվին մահացավ, 66 տարեկան։ Երիտասարդ է։ Դե մնացինք մենք 10 տարեկան ենք, արդեն մեզ տանեն բանակ։ Այդ ժամանակ էլ տանում են Աղվանստան շատերին, բայց մենք Պասկաստանի ծնունդ էինք, էզի չտարան, այդ հավաքին չտարան, մեծ աղբորս էր ինձ էր հետը, մեծ սկզբից մեծին տանեն չտարան, հետո ինձի, նենց էլա, որ իրար հետ լան։ Ծառայության մենք ընկանք Լիպեցկի աշխատանքային բանա, ռաբոչի բատալյոն, սերեմ որ ասում եմ, ես ու գարնիկ աղբորստան, իրար հետ, նույն ռոտում, նույն չաստում, բայց տարբեր բան, ածիլեն, նույն ռոտում, տարբեր ածիլեն են։ Ընդել մեր չնայած 10-12 հոգի էր, 15 հոգի էլ հայեր թալենցի էին, արտաշած 5 հոգի, 5 հոգի թալենցի, 15 հոգի էինք այդ տարածքներից։ Ու տենց ծառայությունը, դե աշխատանքային ծառայությունը, դե սկզբից նոր որ գնացել ենք, հենց մեր բախտից, ասենք այդ եղած պրիզիպը գցում են մի ռոտ։ Նես չէր որ ասենք ստարիկ ու բանել էր հետը տարբերություն ծառայողների, լավ էր, հեշտ էր։ Սկզբից որ մենք ենք գնացել, մի քիչ ընտելացանք, նրանց հետո բերին ուրիշ ազգերի, մոլդովացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, տարբեր ազգություններ բերին, սա մի պրիզի մի ռոտ են ու հանգիստ էր, չէ՞։ Դե ասենք ոնց էր մենք մենք աշխատանքի ինձ գալիս էինք այտենց լավ էր, ված չէ, սկզբի 6 ամիսն էր մի քիչ դժվար, որ ամեն ձևի Ինչով սովորեիր, հա։ Ամեն ձևի գործ ասես անում հենց մեր բամանան սուպեր պոեզների տակ կաբել էին անցկացնում դիփորես էս։ Հետո կարայիր ընտրել քո գործը, թե էլի նույն ձև էր։ Հա, այդպես էր։ Հա, հետո դրանից հետո նոր մի հատ լավ գործ եղավ, մոնտաժնի գործ, այս գործերն էլ եմ սիրում, ասենք կտրել երկաթա բանան, այդ շինարարական այս գործերը բան, այս բաներ սիրում եմ, վերջ մեր ադիլենին գավ այդ մոնտաժնի հետը, որ կաբելի բան ենք սարքում, լավ է փող ենք տալու, 300 ռուբլի փող ենք ստանում։ Բանակի ժամանակ։ Բանակ։ Ինչ լավ է։ Հա։ Բայց վերջում որ ես գալիս եմ, համար 2000
ռուբլի Այն ժամանակ մեծ գումար էր։ իհարկե $2000 չափ փող էր։ Այս Մարիամը, որ ինձ անգետ, որ խոսում էի Մարիամի հետ, ասեց դու պիտի գաս ինտերվյու անես, ասեց այդտեղ ես ընկերներ ունեմ, ընտանիքիս նման են, ասեց պիտի գաս ինտերվյու անես, ասեց մար, ասեց որ դու գաս իրանց տուն մտնես, իրանք Հայաստանը բերել են իրանց բակ։ Ասեց սաղ, ասեց իրանք են արել իրանց ձեռքով, էլ հիմա ուզում ասեմ դե որ դու ասում ես կտրում եմ, մտնում եմ, սիրում եմ բաման, բայց նա քեզ մի հատ մի բան ասեմ, շատ հաճախ ինտերվյուների ժամանակ, որոշ տարիքի մարդկանց ինտերվյուների ժամանակ այդ հպարտության այդ զգացումը, որ յուրաքանչյուր երեխա ուզեցել է էլի, որ իր ծնողը իրանով հպարտանա, ու ինձ թվում է այն ժամանակ մի քիչ դասատուները միշտ մտածել են, թե իրանց դերը մի հատ ինչ-որ մի հատ վատ բան ասելն է, որ յանի ասեն, որ այնց լավ ենք արել, տեսեք ինչ լավ աշխատանք ենք էլի տարել, ինձ թվում է, այսինքն երբեմն ես էլ միշտ որ ծիծաղում եմ, ասում եմ, որ դպրոցը ավարտվեց, ես շատ երջանիկ էի, թե իմ համար, թե իմ երեխու համար, էլի, ուզում ասեմ, յուրահատուկ մի տալիս է դա, բայց կարծում եմ, որ գիտես, քո պապան այնքան փորձառու խելացի մարդ է եղել, որ շատ հավն եմ, որ ասում եմ, բայց այդ պահին ինքը որ լուռ է եկել, գուցե ինքն էլ իրան է մեղավորը զգացել, որ չի կարած այդ կնոջը ասի, թե դու ես երեխու վրա ոնց ես։ Ինչ էր, դա մարդ է դասատուին ասի, դու ես երեխու վրա, որտեղ ես գիտեմ, քո պապան քեզ ճանաչել է, իմացել է դու ով ես, բայց այդ էմոցիաների պահը այն ժամանակ չեն սովորացրել ոչ մեկի, հատկապես տղամարդկանց, ու երբեմն դեռ մինչև այսօր էլ շատ մարդիկ կան, որ չեն կարող ամենած էմոցիայի վրա ասենք անուն դնեն կամ ինչ-որ բան դնեն, բայց ես վստահ եմ, որ քո պապան նեղված, այսինքն քո լռությունով էլ է նեղվել, այսինքն այդ ասածով էլ է նեղվել, ավելի շատ, քան թե ինքը հավատացել է, որ դու ինչ-որ տենց սխալ բաներ ես արել, էլի, ու վստահ եմ, որ քո պապան միշտ հպարտ է եղել։ Այո, Հենց այդ բանը ես ասում, որ դրանից հետո ասեցի, որ ես փողը բերի տվի մամայիս, ինքը ասեց, այս փողը դիրքու ծոցը, ծրտիտ մոտ, էսի է քեզ պահողը։ Քո համար այդ պահը այդ ապացույցն էր, հա, որ դու այն տղեն ես, որ Դա արդեն 4 տարի երևի անցել էր այն պատմությունից, որ դա մնացել էր իմ հոգուս մեջ, որ Թե մինչև հիմա էլ է մնացել, որ դու խոսում ես, շատ ցավալի է դուս գալիս դա էմոցիոնալ է։ Ու տենց մեր հերը որ մնացավ շատ բաներ էր մեր վիճակը, բացի մեր մոր վիճակը, հատկապես երկուսով գնացիք բանակ արդեն։ Երկուսից էլ մի անգամից տարան բանակ, մնացին են փոքր ախպերս, մեկ էլ քուրս, չնայած այդ ժամանակ քուրս արդեն թե մեկ 15-16 տարեկան էր, ախպերս էր 14, երկու տարվա տարբերություն ունենք։ Դե իրանք արդեն մեծ էին, կարողացան իրանց բանանել, չնայած մենք էլ ես էլ ընդեից ինչ որ աշխատել էի, ես ասի, որ այդքան փող էի աշխատես, հենց առաջի բանը, հենց օրինակ որ դիլնեք, այդ վաղտ են տալի փողը, ասենք որ դի ազատ բանակից, որ ռաշոտ են անում քեզ, փող տալիս են 2000 համարյա 1800 ռուբլի փողն է, հենց 1000-ը մի անգամ։ Այդ ված չէ, շա։ Մի անգամից հենց բանով ուղարկեցի տուն, ասեցի, որ մնա մոտ շատ ծախսեմ։ Չտեն 800, բայց ծախսեցի ճանապարհները գալու, դե ասենք մենք այնտեղ սպասեցինք մեր բանակի ինգերները մնացածները, որ ազատվեն, որ միասին իրար հետ գանք, հետաքրքիր բան։ Ու տենց Արդեն ինչ 20 տարեկան էիր։ Հա, արդեն 20 էինք, 81 թվին բանակից 79-ին զորակոչվեն, 81-ին օլիմպիադային բան էինք մենք, բանակում էինք Ռուսաստան լավ։ Բայց դե բանակում կյանքը ինձ այլի, ես որ սովորած էի գիշերօթիկ, դա ինձ շատ օգնեց։ Սիստեման ինտեգրվել ասենք կոլեկտիվի մեջ հեշտ ալնում։ Նայս չի որ ասենք մամայի բալա, որ մեզ ասենք այդ մեզ բանակ չես կարող, բայց այնտեղ մենք արդեն սովորել էինք այդ կարգու դիրքի մանավանդ այդ մեր խիստ ասխեկներ որ կար, շատ խիստ ոնց որ ասես գեստապոյական ասենք, չնայած վիրավորական չլի, բայց շատ բան է սովորեցել է իրախստությամբ ու
պարտաճանաչության։ Իսկ ո պատասխանատվությունը շատ բարձր է եղել իր վրա, որտեղ քան բալիկներին ինքը բոլորի այդ ղեկավարներ։ Պրոստը ինքը ամուսնացած չի եղել, միշտ տեղ մնացել։ Տղամարդ կիներ, տղամարդ նվիրվել լրիվ իմաստով։ Նվիրվել լրիվ այդ գիշերօթիկին։ Հա, գիշերօթիկին ու մեր այդ դասղեկներ։ Ուտեն, ես շնորհակալ եմ, իրոք շնորհակալ եմ, շատ դասատուներ կա, որ էլի շնորհակալ եմ բոլորից էլ։ Էդի մենք ստիպեինք մենք որ մեզ սովորեինք, իրանք արած ամեն ինչ արել են։ Հա, դե հիմա երեխա էին, բոլորն էլ ասենք թե բոլորն էլ ասենք բան են անում։ Ոչ մեկ էլ այդ տարիքում չի զարթնում, ասում ես այսօր պետք է նստեմ դաս սովորեմ։ Հա։ Հետո իրգունները որ դասապատրաստում էր, էլի նստում ենք 2 ժամ, 3 ժամ, դե ասենք որ այնտեղ բան էր անում, ասում էր որ դաս սովորելա, դա պատասխանի, թողը մեթա դուրս դե։ Շահագրգռում են էլի մարդը։ Գիտեր ոնց է դա որ շուտ գա դասը պատմի, այսիշ դասերը քանի հատ դասում ենք, ասենք դրան։ Ու տենց վերադառնում ես տուն, ի՞նչ է կատարվում 20 տարեկանում։ Դե գալիս ենք տուն, ես մինչև այդ ասենք որ ասում էի, ես աշխատում էի մի հատ հիմնարկություն կար, Արտաշատի այդ գարաժ էր, բանի մեծ մեքենաների գարաժ էր, հենց Արտաշատ չաս Մասիսի ռայոնի մեջ էր առաջ, մի Մասիսն էլ է, Արտաշատին մեծ հիմա այդ ավիրեցին մեծ հիմնարկություններ, որ այդ սաղ Հայաստանի շինարարության այդ պանելային, բետոնային ամեն ինչ մեքենաները բաներ արժանում էր, որ այդային աշխատանքի։ Ու տենց նորից եկա տե որ գնացի, տե աշխատում, գուցե որ գնացի, նորից եկա էլի մտա տե տեղը, ամեն ամստաժը շարունակվեց։ Համաշխատավարձած նորից շարունակվա ու բանս բարձրացավ կարգերս։ Ամեն տարի իմ կարգը բարձրացնում է։ Ասենք կարգից սկսում ես, հիմա 6-րդ, 7-րդ կա, արդեն վարպետի կարգ ունեի։ Վերջում որ վերջացրեցի, դե ամեն կարգից էլ աշխատավարձ հետո բարձրանում։ Բարձր։ Ու տենց 81 թվից այո 81-ից վերադարձա, ուստի աշխատել մինչև 87 թվին Մարշի հետ ամուսնացանք։ Էդի ամենա հետաքրքիր բանը։ Հա։ Էդի շատ եմ սիրում հարցեր տալ դրա վրա։ Ուրեմն ո՞նց ես հանդիպել։ Մարշին հանդիպել ենք, ուրեմն ինքը գալիս էր մեր փողոց, ինքը աշխատում էր կարի ֆաբրիկա կար Մասիսում, Մասիս բանի ինչա դրանց գյուղը։ Դու արդեն 27 տարեկան էի մոտավորապես։ Հա, 27 տարեկան էի։ Դες հետևում եմ էլի։ Հա, դե շատ տեխնացուներ կային, Չէ, կասկածում։ Ասма, самый хороший парень на селе։ Հա, ուրեմն Մարշին ինքը որ դե աշխատում էր, իր հետի աշխատող մեր կողքի հարևանն էր։ Աղջիկը անը Ջեման։ Դեռ չգալիս էր թմեր իրան տուն, համել ինքը սրսկում բան էր անում։ Հա, բուժքրական է սովորել, ամեն տենց ասենք ներ այդ պապիկ տատիկներին ով մի բան լում էր, ասենք դառը սրսկում էր, նեգը կար էլի իրանց հետ աշխատող, էլ այդ մեր փողոցի վրա, այդ մեր կողքինի հորոխոր աղջիկի դրանց։ Հա, ու դրան գալիս էր, չէ, թումներ չէ։ Ես ովան, ինչա գալիս ես կոմենք ու վերջ դեն։ Ինքը քեզ չէր տեսել, չէր նկատել։ Երևի նկատած կներ, հա։ Երևի նկատած կներ, որտեղ մենք որ ինքը գալիս էր, մենք էլ այդ փողոցը կանգնած տղերքով խոսում ենք նարդի խամ կամ ասենք կարտի խամ, ինչ են կանում, զբաղվում։ Տեսած կներ երևի, բայց դժվար չեմ պատկերացնում, այդ աղջիկն ուզում է իր հորոխոր տղուն դասավորել։ Այդ Դու էլ ասեցիր չկա տենց բան։ Չէ, ես միամիտ ստացվան իմ մեջ։ Հետո այն մի անգամ էլ այդ բանի օրես ամեն օր այդ մի գործի գալիս է Երևան, այն բախ բացի այդ որտեղ որ աշխատում է սկզբից, տեղափոխեցի Երևան, բանի մեբելնի ֆաբրիկան։ Հայրենիքում մեբելնի ֆաբրիկան էր, այնտեղ գնացի աշխատելու։ Կներես, մեբելնի ֆաբրիկան չէ։ Կանանչապատման հիմնարկություն կար, մեր հարևանն էր աշխատում, դե
Էլի այդ մեր Փոխեցիր, այդտեղից գնացիր ընդեր աշխատելու։ Այդ Թազագյուղից գնացի Երևան, այդ կանաչապատման հիմնարկը այդ բանան կանչեց, ասեց արի մեխանիկներին քնդեի, այդ արի մեր մոտ աշխատեր, գնացի աշխատեցի։ Ու տենց նոր ծանոթացել էինք Մարուշի հետ, էտել այդ Էմին սորոխբար աղջկա պապան հիվանդացել էր, եկել էր որ սրսկելու, այդ ժամանակ որ ես այդ մի բան, ես էլ բերել էր որ ճամփու դնել, ես էլ գալիս եմ գործից ու տես հանդիպում եմ իր ընկերու հետ, այդ որ ասում եմ, ինքը նստեց ավտոբուսը գնաց, ես որ իջ ավտոբուս, ինքը նստավ ավտոբուս գնաց, ես այդ աղջկա այդ խոսի ասեցով, ինչ ես կոմենքոմ, վերջը, բան արեց, լավ էլ աղջիկա ես կոմենքոմ, ու տենց, ես իմ ինչ է լավ, ոնց է լավ, ծանոթացանք, տենց խոսացինք բան, ու միշտ էմի ժամանակ էլ այդ բան հեռախոսներ էր, տան չկա հեռախոս, մեր բարեկամ մեկը ունեինք դրանց տուններ, այդ մենից էի զանգում, խոսում ենք, հեռախոսով զանգեցինք, խոսացինք, մի օր է պայմանավորեցինք կայարան, դե ես ընդ որ աշխատում եք, կայարան ետևն անում, ասի արին դե իրար հետ էթանք ման գալու, եկավ, էդ մենք իրար հետ քայլելով, մեկ էլ թրոջս կիսուրը, բանում ծաղիկ է ծախում, Թարսի պես։ Չէ, թարսի պես չէ, լավ կիներ։ Բաչուն եմ ասել, բայց դու բերել ես Երևան ման գալու որ մարդ չտեսնի։ Վերջը դե մեկ էլ բանան դուք է ծաղիկ ատալ, ասում այ մացել լավ կիներ։ Ծաղիկ ատալ, ասում ծաղիկ ինչ եմ անում, մեր ծաղկաշեն բան ծաղիկ է, ծաղիկ վերջը, բա լավ էլ ծաղվում եք իրար, ես կոմենքոմ, արա ես, բան մորոցամ իմ մոմենտա։ Ասա։ Վերջը, այդ մոմենտին, որ ասենք ես տեսել եմ իրան ու բան, այդ մոմենտը ուրիշ էլ եղավ, ուրեմն այդ քրոջս տալը իրար հետ նույն դասարանցի են Մարուշի հետ, մեր հանդիպման առաջին մոմենտը, ես մի քիչ խառնեցի, ուրեմն Մարուշի պապան, մաման, թե պապան հիվանդացել էր, հիվանդանոցներ, այդ տալի մարդն էլ էր այդ նույն հիվանդանց, վերջ իր այդ գնացել են, եկել են տուն, դե որ հաց սարքեն, թե ինչ անեն, այս տալը շուստրի աղջիկա, մեկ էլ ասել էր, բանա, հեսա, ասի, զանգել էր աղբորը, են միս աղբորը, ոչոր, բա գնա վիգենին վերց, բեր մեր տուն։ Աչկը կպել էր աղջիկա։ Ասել էր, վերջ ես կոմ, Հեսա տունը եկել էի նոր էի գործից եկել, մտել էի որ լողանայ, մի կետենա մեկ գագոյ անում եկա, բանը կանչում է, քուրը լավ մորացա անունը, բա կանչում է, ասի ինչ կա, ինչ է, քամր աղջիկա ճարը, ասի ինչ աղջիկ, բա իրա դասընկերին է, բան կետաս կիմանաս վերջ է, ասի եթանք, գնանցի վերջ է, մեկ էլ մտա տենա, ինքնա, Մարուշնա, իր ամուսինն է եկել արդեն հիվանդանոց տուն, վերջը ստան խոսացինք բան, Մարուշը լավ կոֆե դրեց, մեկ էլ էս բան ասում է, երկու կոֆեն դիրտ է, կողնին, նրտնա, վերջը, բա ինչի ասես, վիգեն կեզ բանն է ասելու, չգիտես, դու ուզում ես խոսաս, Վերջը տենց նստանք կողնին սկսինք խոսալ ես կոմենքոմ նոր, ասինք երկուս էլ ամենակ տարիք 27 տարեկան ենք։ Այնքն էր 27 տարեկան։ Չէ, ինքը 2 տարի փոքր է։ 25 տարեկան է, արդեն չափահաս ենք, Վերջը տենց ամուսնացանք ու գնացինք ամուսնացանք։ Հետո ինչ Ոչ արդեն ոչ բան, շիվան տեշտան չէ, բաներ չեն կարել։ Ցիտիզ բաներ չէի սիրում։ Չէ։ Ու տենց բալիկներ։ Մի աղջիկ ունեցանք 78 թվականին, հենց երկրաշարժի տարին 78-ին, հետո մի հատ 91-ի, մի հատ տղել ունեցանք, հետո 2 տարեկան էր մահացավ, հետո նոր այդ 93-ին էլ ես մի տղես ու տենց, հետել Հայաստանի Ոնց եք որոշում, որ գաք Բելգիա։ Որոշելով չէր մերը։ Ուրեմն 99 թիվն է, դե ես
բացի այդ այն ժամանակ որ սկսեց քանդվել, այդ հիմնարկ ձեռնարկությունները լրիվ փակվեցին, մնացին բան, ես էլ ձեռի հետ ասենք սրանները մեքենան ծարկելով այս կոմենկով հետո միտեղ մատ սերվիս կարոտը մտանք աշխատել։ Միշտ աշխատանքի մեջ եմ, այնպես չէ որ պարապ մնացել ու հողամասով էլ ենք զբաղվում, հող, տնով եմ, ամեն ինչով։ Վերջը տենց ինչ է ուզում ասել։ Որոշեցիք գաք Բելգիա։ Հա, Բելգիա որոշելի գալը։ Մի օր փողոցը մեր փողոցի հրանստած էին, տղարկով խոսում ենք։ Մեկ էլ մի հատ տղար կա, բան այրատում է, աշխատում միլիցիա, ոսկի զավոդում միլիցիա աշխատում։ Եկավ ասեց որ մեկը կա, ուզում է խումբ հավաքի շինարարների, տանի այն ժամանակ որ Յուգոսլավիան որ կռիվել էր, դադարել էր, որ տանին դե շինարարության վրա աշխատեն։ Ուսումա եթե դուզես բանարա գնա գրանցվի դու էլ գնա։ Արասի միսուտասան էր, ասի, արա այս թազս մեշոք սատելից էլ բացեք ու մեշոքից, բայց չէ, ախպեր բուսենցեն, վերջը, ասին դե որ տենցա գնացի տարարատ միտեղ կար, այդտեղ ծանոթացա բանման, սկզբից $250 փող տա, տրանսպորտով բան ինչու, հասցնի բան, եսիմ դու չես լսել, 7 ավտոբուսներով ժողովրդին բերեց մինչև Ուկրաինա, Հունգարիայի ճանապարհը, չէ՞։ Վերջն տա գնացին գրանցեցինք այդ կողմներ Վճարեցի։ Սա նրանից ճարեցի, վերջը տվեցինք, հետո իմ հետ էլ մեկը կար, հետս եկավ, այդ մի օրոքորս ծորնա գալի, իմիս տեղա, ու տենց եկանք այդ 7 ավտոբուսը ժողովուրդ ամեն մեկը իր սողոցով, ճավուջով, գրակով, Յուգոսլավիան վերակառուցել։ Տենց 7 ավտոբուս նա ճանապարհ Վրաստան, սկզբից են բանով էինք ուզում եթայինք, են Սադախլույն։ Տենց եկանք 7 ավտոբուսներով եկանք, հասանք Ուկրաինայի ու Հունգարիայի սահման։ Բան այդտեղ 7 ավտոբուս մոտնի 100-150 հոգի ճայել, ահել, ջահել, լիքն է։ Հիմա ես այդ ով փոսացել է իր կամպանիոնը, որ իր այդ պայմանավորվել են, որ ես բերի տանի աշխատի եկավ, բայց մա չի ստացվում գործը։ Արա ոնց չի ստացվում, դες կա մարդու հավաքի բերել ես թե ոնց չի ստացվում։ Չի ստացվում։ Այ քեզի բան։ Մեկ էլ այդ ողը ասեց նոր մտցել, ասեց եթե բանա չեք ուզում հետեթակ, Հունգարիա գնացեք ազուր հանձնվեք։ Ժամանակ Հունգարիան բանի մեջ չէր։ Եվրոպայի մեջ չէր Հունգարիան։ Վերջը մի 10-12 հոգով հատ բան վերցեք, բան բուսիկ։ Ամեն մեկ $2 էր չկանդրի, տային որ անցկացնի միջև լագեր տանի այդ առաջի գյուղ քաղաքը, դեբրեցին քաղաքը։ Հետո ասեց ընդ մեկը կա նրան տվեց, զանգեք հերախս համար, զանգեք դրան, դրստյան։ Ու տենց եկանք հասանք այդ լագեր էր, դրանցին լագերը Շատ մնացիր Հունգարիայում։ Հունգարիա ամենը 3 ամիս մնացին ընդդեմ։ Դու մենակ էիր, Մարուշի հետ չէր։ Ես մենակ չէի, Հա, ուզում ասեմ։ ու այդ հայը 10 քանի հոգի։ Ուսմա չէ, մենակ լիքը հայերի հետ էի։ Հետո ոնց որոշեցիր տեղից դուրս գաս։ Վերջը մնալուց դե ժամանակ հələ կապել չունենք, չենք կարող կապնվեինք, խոսայինք Մարուշի հետ անհանգիստ էի, չէի իմանում ինչ անեի, չէ՞ս կոմենտում։ Նոր մի կապ ստեղծեցինք։ Հետո մի օր բան արեցինք, զանգեցինք, խոսացի, հետո որ սենց է, ինչ անեմ։ Սենց տեղենք, սենց բանա, որ բաներլի, հետո զանգում խոսում ենք շուշուտ, մի քիչ որ հանգստանալ են։ Հա, դե բա։ Անհանգիստ են շատ։ Մենք էլ ենք չնայած անհանգիստ ու եկել ենք անորոշ հատուցել լագերին լագերը ջուր տալիս են դեմնում ես ինչ անես ես նալով չի լինի այդ Յուգոսլավիայի ցիգանները այդ բանը սաղին դեր լցել էին այդ լագերը նույնիսկ փախել է կռվի ժամանակ աղետ են սաղը էին ու մենք էլ դե չենք կարող աշխատող մարդ է չի կարող հանգիստ նստի ասի հա դե հացի ջուրը տալիս է վերջը մենք էլ խոսացինք այդ որ բան էր կարանտինը սկզբից որ գալիս է սարունը ստալի որ կանես դուգման մի շաբաթ տևում է որ ուրիշ ցենք
վարակիչ հիվանդություն չունենաս։ Կարանտինի տեղը որ կաց արկել էին, դե ցիգան միգանով եկել էր, պատերը սախսած նախշել էին, նկարել էին, ջարդել էին, փշրել էին, այդ բանի հետ խոսացինք, այդ ասի դասավորել ենք այստեղ։ Հա, ներքենք բան անենք, ներքը բանը տվեք, մենք անենք։ Հա, չեք կարող հանգիստ մնաք, չէ՞։ Վերջ է, տենց բան արեցինք, այդ բանը ներկեցինք, բան քանի մանե փող տվին մեզ։ Էլի բան։ Հա, դրանց հետո դե ծաղուրնել չես իմանում ինչ անես։ Այդ վերջ գնացինք այդ խնձորները արդեն խաղապրծել էին, այդ մենք դաշտեր կախնձորի այգիներ կար այդ Ունգարը շատ հարուստ էր, գիրա ու գինիներ։ Ուրեմն այդ մենք խնձոր էինք հավաքում, դաշտից տոպրակներով, վերում լագերիներսը ծախում էինք 5 ֆորին։ Այդ մի պավիլոզի փող այնվաղ ծխում էինք, պավիլոզի փող հազիվ էր անում։ Դրանց հետո կամ գինի էինք առնում, գինիներն կանեստր 5 լիտրանոցը 5 ֆորին էր։ Հա, վերմեր ավելի ցանկ ծախում էինք։ Չէ, վերմենք խմելու մեր։ Հա, խմելու ձեր համար։ Հա, տենց հետո այդ ցիգաները որ եկել էին, դե մի օր տենում մետրո, հելում են այդվեն դուրս իրում կարսեն։ Այսօր են նա կար, մեկ ընդեմ կիսարուսերեն կարում էր խոսալ այդ բաներից էր Յուգոսլավի։ Ասի այսօր են այդում, բայց նեն գործի, ասի կմեն դասավորն ենք էլ այդ, բանակ խոսան է։ Վերջը, խոսած բահա, կարակետակ, ես ու այդ ծորը, իրար է, մենք իրանց հետ դենդե շինարարության բետոն ենք անում, մեզ ենք անում, դե էլի մի բան տալիս էին, վերջը, մի քանի ման հետ փող էր ավակ, վերջը, տենց գալիս էր, հետո դեմից էր, որ աղանցի քիշերը գալիս են, էթում էին, թե ուր էին էթում, ոնց էին էթում, ինչ էին անում, տենց բան չէ։ Հետո ոնց որոշեցիք, որ գաս Բելգիա։ Դենց էտ է, էլի, էտ որ տեսանք, որ էտ մարդիկ տենց գնում է, դե հայերից էր կային, որ մեկ փոմող ունեին, ասենք կային մարդիկ, որ ուղեկցում էին, փողին եկալում, ասենք ուղեկցում էին, սահմանով անցկացնում էին, էտ մեր արդեն մտնում էր Սլովենիայից արդեն բան Եվրոպայի մեջ էր, կանում ես այն ժամանակ, ու դից Սլովենիա ո՞րթ էր Սլովենիան 2004-ին ամտ է Եվրոպա։ Չէ, ճիշտ է, հա։ Սլովենիան հələ չէր։ Չէ։ Իտալիա, այս կողմերը։ Չէր Սլովենիա, ուրեմն գալիս են։ Անցնում է սահմանով ընդ։ Հա, գալիս է, անցնում է բան։ Էդի շատ չխորանամ, թե բան։ Հա, մենք հասանք բանով այդ Իտալիայից էր նստանք պոեզը, մի ընտանիքի հետ, ես այդ թորը, օրոքորս թորը, մեկ էլ մարդուկին 2 երեխա, մեկն էլ ինվալիդ։ Հա, վերջը տենց եկանք հասանք Բելգիայի հենց այդ զաուտը, ասում ես, դե որ Ֆրանսիայից գալիս է առաջին ընդեր, չէ։ Եկանք հասանք այդտեղ։ Զոյդ ստասիոն։ Զոյդներ դերելի անծանոթ, ոչ մարդ գիտես, ոչ բան գիտես, մեկ տվել էր հեռախոսի համար, այդ կարտերից այն ժամանակ որ կարմցնում ես, մեզ խոսած Այդ որ թիվն է արդեն։ Արդեն բան 2000 թիվն է։ 2000 թիվն է։ 2000 թիվն է։ Վերջը տենց մեկ էլ այդ մտել ենք այդ բազարը, դե սաղս անծանոթ ոչ բան չես իմանում։ Հա, հետ, ոչ քաղաքը գիտես, ոչ լեզուն գիտես։ Լեզու գիտես։ Դու բազարա գնում ամեն։ Հա, կիրեկի, շաբաթ կիրեկի։ Այդ օրը բազար էր դե, այդ ոնց են քայլերով այդ մեկ տեսա սևոտ մևոտ։ Ասի սուտր հայլի, մոտիկան անտենան, ասի այախպեր կաղա հայես, բահա, ճան ինչ այլ է, ասի ախպեր, ուզում եք մեկին զանգեն, չեն կարում զանգեն, ոնց անեն, ասի տենց անում, ինան դե 5 բան, Հակոպեկանոց, ֆրանկ էր, 5 ֆրանկ, ես այդ ավտոմատն բաներ որ կար է, ընդ է, վերջ եկա դերոն մեկը կար է, դրան ասեցի, Արի սենց բան եմ գտել, զանգին վեր, զանգին այդ որ շուտեր եկել, գիտեր ոնց է, այն ուր է տային։ Վերջ տենց ինքը ասեց, որ նստեք 80-նոյամարի տրամվեն, բանով գալիս է նոր ստացիոնը ընդեղ կան ձեզ դիմավորում։ Ու տենց լավ, էլ չեմ մանրանում, մեզ տեղ չլա, վերջը մեզ ուղարկեցին բան, պիտի շատոյի լագերը ռուսելի կետի, եկանք կտել տեղ չկա, մեզի բան տվեցին, մետրոյի տոնց տվին, մեկ էլ քարտեզը տվին, ասին գնացեք պիտիլոն տեղ կա, որ ընդունում է, օրնից առողոտ գալսին ավտոզով տանում են բան ինտերվյու։ Վերջ է
ու հետ դենք մետրո այն ամեն մեկին դեմ ենք տալիս քարտեզը մենք ոնց է տանք որ դե իշնենք վերջ կանքავს դե դուր ուզում ենք փագեին հենց մենք փագեին հասանք տանք ներս մտանք ներս էլ այնտեղ բան դուրսը բաներ ա դրած բաղնիքներ բացօթյա չէ ասենք վագոնչիկների մեջ ջուրա տակ ջուրա մենք դեշապա ճամփա ենք գիշանը մտանք լողացանք բան մտնում ես նա տոպրակ են տալի նեջ ասենք հացով չէ ուտելիքա Ինչ հետաքրքիր է չգիտեի դրա մասին դա շատ լավ է ուրեմն այդ ուտելիքը տալիս են ու քեզ ասում են այնտեղ բաներ կրացած լիք կրավատներ ա հանգստացի մի քիչ Ինչ հետաքրքիր է չեմ լսել երբեք դրա մասին չէ շատ բան լսես վերջը տենց ու լողացանք էլանք դեպի մեր շորեր չնայած այդներ սունկակար էր շորերով բան ակնանք էլանք վերե հիմա եկել ենք ոչ գիտենք ինչ անենք առավոտ տանենք ինտերվյու ոչ գիտենք ինչ ասենք ինչ չասենք վերջը տենց որոշինք եկանք գնացինք հանձնվանք ու հենց հանձնվեցինք հանձնվելուց հետո մեզ տվին բան էլի պոեզի տիկետ ասին գնաց հիմա ասին արեք ստեսկարպնովել Բրուսելից արդեն ժամը իլիկվա 5-ներ 6-ներ Yarı günah hasiyetleş işte վերջը եկանք հասանք ստե գիշեր արդեն խաղվածած բանը ու լավ էր մեկ էլ զանգին մի հատ կին եկավ մեզ դիմավորեց ավտով տարա մի հատ տեղ կար մի սենյակ տարածեց մնացինք այդտեղ ու մնացինք սենց Մարուշը քանի ժամանակ հետո եկավ մի տարի հետո Սա 2 տարի չէիք տեսնվել իրար Չէ մի տարի համար ես 2000 թվին դե սեպտեմբերի 99 թվին դուս ես եկել Սեպտեմբերի դե սեպտեմբեր օկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր 3 ամիս այնտեղ մի քիչ ամիսներ արդեն դեկտեմբերին եկա չեմ սխալվում իմանա ճիշտ ժամանակը ու տենց Բելգիայում ինչ ես արել ինչով ես զբաղվել Բելգիայում ոնց է անցել քո կյանքը սկսվել որ ասեմ ես շատ գոհ եմ իրոքորս ժողովրդից շատ հարգալից շատ ասենք մարդկային մարդկության ասենք որ մեզ դիմանում են չէ այո բայց ավելի ճիշտ sense էլի ու հետո իրանք ասենք ուզում են միշտ օգնածել են քեզի հա ասենք դե քեզնից էլ է գալիս ինձ թվում է Վիգեն ջան ഇത് քեզնից էլ է գալիս այդ երբեք միակողմանի չի լինում մարդիկ որ ասում են այս մարդիկ չի լինում այտենց չի լինում այդ միակողմանի չի լինում դա էլի ուզում ասեմ դա միշտ փոխադարձա լինում Ինչ ես անում ստեղ քանի տարեկան էի որ արդեն եկար ստեղ 40 է արդեն 40 Հետո ստեղ լեզուն ես սովորում չէ արդեն Հա դե լեզուները դից ուզում ենք գործ ճարեինք աշխատեինք որ մի քիչ փող արգեինք Հա այտենց է Հայաստան գալիս եկողը ու տենց փնտրտուքի մեջ էինք մանեն գալիս մենք գործ ճարելով վերջը մի օր ռաստեք հանդիպավ մեկը որ Հոլանդացիա բայց դե Հա Չէ, ավելի ճիշտ մի հատ հայ հանդիպեցինք, դա մի հատ խառը պատմում, ավելի չեմ խորանում, մի օր առանձին ունենք պատմում։ Երկրորդ սերիայի համար կգամ։ Դե այս հայերի պատմությունները մի ժամի մեջ ոչ մի ձև չի մտնում, որովհետև ինքան խիտ ու սենտանեն ապրած, հա դու հələ բան ես։ Դրա մայմ ասում, ասա երկրորդ սերիան ենք անելու։ Սա գիրք գրես։ Գիրք, այո, գիրք գրել, որտեղ մեկ կա մի հատ աղջիկը, դա հելմենը ներել ինքն էլ չի ներել փոքր անգամ տեսանք բանը ասեց կա մի օր պատմես ես գրեմ ամ ճիշտ է ասում մի օր բանկանում պատմեմ իրան փոքրիկ վերջ տենց դե կամած սկսենք մեկտեղ գործ ճարել շատերուն դե աշխատել դե ասենք կլուբնիկ հավաքելու գնացել ենք սոխ տնկելու դե շատ ինչ ասես արել ենք ինչ գործ ասել են արել ենք 5 Ֆրանկով էլ ենք աշխատել։ Հա, դե ինչ այն ժամանակ։ 5 եվրոյով էլ ենք աշխատել։ Վերջը տենց տենց ձգձգվեց մեր բանը, տաբանությունը։ Հա։ Չէ, 10 տարի։ 10 տարի հետո նոր ստացել եք։ Այդ որ 2000 թվին բանը լավ ռեգուլյացիա ժամանակ նոր մենք թող ստացանք։ Ինչեւ է սևով ենք աշխատել։ Շատ մարդ պետք է մի մոմենտով որ Մեկի տունը աշխատում էի,
կաֆել էի անում, բոլերը, հարևանը տեսել էր, որ նկարդեմ անում, վերատեղեն էլ անածերներից էր, հենց Չես վերցրեց իրա թիմը։ Լուսամուտ տեղադրել բանում, հենց բաներ էր։ Դի առաջարկեց, որ բանանում։ Ու տենց իրա հետ սկսեցի, տենց ինչև հիմա է։ Ինչ լավ է։ Չի բաց թողնում։ Ճիշտ արում, քո նման վարպետինով դուսկով կբաց։ Ինչև հիմա էլ բանան, հեսավարն աղվամարը դիլանում։ Տենց է միշտ, որ լավ վարպետ գցնում են, էլ արդեն չեն բանանում։ Տենց դե որ արդեն թուղթն եղավ, տենց դե մարդուն գիտես ինչ է, որ մի ձեռքերը ազատում են, սկսում արդեն ինքը բանանոր կարեցանք այս տունարներ, տենց սկսի։ Դե արդեն կարեցա կառուցես, էլի, որտեղ քանի թուղթը չկա, միջից սպասողական վիճակում ես առօրյայով 10 տարի շատ երկար է, շատ։ Ամեն մի պոստը նայելուց մարդու ներվային սիստեմ վրխանգարում։ Ճիշտ ես ասում։ Ինչ թողա գալու, իզևիա գալու, հարցնեն, չհարցնեն, վախենամ, չվախենամ։ Ոնց որ ասեցի, հիմա դեր կյանքը շատ դժվար կլինի մի ժամվա մեջ, քան ապրած բաներ կան, որ բայց ցավոք սրտի մեր ժամանակը սահմանը փակ է, թե չէ կարամ ամբողջ Բելգիայի եթերը վերցնենք։ Ես մի քանի հատ հարց եմ ձեզ պատրաստ։ Ոնց կուզենաք, որ հիշեն ձեզ մասին։ Յանարած գործերի։ Կարած գործերի։ Շատ լավ է։ Եթե ինչ-որ մի բան անվճար պետք է անեք ձեր կյանքում, ինչ կանեք։ Անվճար։ Անվճարը մի քիչ սխալ է, այսինքն ընտրությունը քոնն է։ Ընտրությունը քոնն է փող չվերցնելու, էլի անվճար է տարումը, ոչ թե։ Իսկ ամեն ինչը անկանել, ամեն ինչ։ Անում եմ էլ։ Հա, անում էլ ես։ Դժվարությունների դեպքում ո՞նց ես վերաբերվում դժվարություններին։ Դժվարությունները դե հաղթահարես, ոչ թե նրանք քեզ հաղթահարեն։ Ճիշտ է։ Երբ ես վերջի անգամ քո ձեռքբերումները նշել, կամ նշել ես երբևիցե ձեռքբերումներդ։ Երակայի չէ, նշելը չեմ նշում, բայց դե ուրիշներն են նշում, ես չլինի նշեմ իմ ձեռքբերումները։ Դա լավ, ճիշտ պահ, ճիշտ պահ։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Իմ ծնողները։ Ճիշտ է։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Իմ տղայի։ Շատ կարևոր է։ Ինքը բախտավոր լինի։ Շատ կարևոր է, որ բարիկները բախտավոր լինեն, Աստված տա։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կփոխեիր քո կյանքում։ Երակայի ես այլ ձևի կյանք կնայի, ոչ թե իզևի արել եմ, ավելի ճիշտ սկզբից էլի։ Դպրոցական կյանքը ավելի ձևի ես դες չէի անի, որտեղ ես շատ եմ չվայելել այդ ժամանակը։ Դա ինձի ոչ թե սովորելու, ոչ թե ինչ-որ այլ բաների, այլ ճիշտ այդ կրներ։ Կամ բաներ ինչի համար զղջում ես։ Զղջալը շատ բան կա, որ զղջացել եմ, բայց հիմա զղջում եմ, որ չեմ կարողացել մորս ինչ-որ արժանագույն անել։ Ինչ պետք է ավելանեիր։ Չգիտեմ, չկարացի իրա պատասխան տալը չէ, որ ինքը արել է դրա գոնե մի տոկոս կարենա իրան։ Գիտես, որպես մայր կարամ ասեմ, որ մամաները երբեք չեն սպասում պատասխանին։ Չեն սպասում։ Բայց այն փաստը, որ ինքը տեսել է, վստահ եմ, որ դու ինչ մարդ ես դառել, դու ոնց ես քո ընտանիքին վերաբերվել, ոնց ես իրան վերաբերվել, իսկ թվում է այդ քո ասած այդ առաջի աշխատավարձը իր ամենալավ հիշողությունն է, կապ չունի, հետո վստահ եմ հետո էլ օգնել ես այդ ամեն ինչը, բայց իսկ թվում է դու քո զավակների աղանի չհասցրեցի, եթե սկա ինքը մի օրվա հիվանդադարում ած, մի օրում քույրայքը պայթեց ու տենց այդ բանը, եթե ինքը առողջ էր, կմնար երկար, այդ ամեն ափսոսում եմ, որ չկարողացանք իրան այդ վիճակից անել չփրկել։ Որ իմանայիր։ Հենց այդ է, որ չիմացանք։ Բայց ինքն գուցե իրենց ուզեցի գնա, որ դες չներնե, ավելի ճիշտ է տենց։ Բայց վստահ եմ, որ ինքը հիմա նայում է ու ուրախանում է։ Ինքը իմ հրեշտակն է։ Շատ կարևոր է։ Վիգեն ջան, շատ շնորհակալություն եմ ուզում քեզ հայտնեմ
քո այս անկեղծ անմիջական զրույցի համար։ Ես չգիտեմ, էլի ամեն ինտերվյուն միշտ ասում եմ, ամեն ինտերվյուն յուրահատուկ է։ Չկա երկու կյանք, որը նույնն է։ Ես շատ անկեղծացա, բայց դա էս հաղորդման ուժն է։ Հետևանալու համար շատ։ Դա էս հաղորդման ուժն է, որտեվ այնքան բան կա, որ մարդիկ իրանց մեջ պահել են, որտեվ նպատակը եղել առաջ գնալ ու չեն արտահայտել, բայց հեսա որ դու այս ինտերվյուն ինքս լսես, տեսնես թե ինչ հսկայական ճանապարհ ես անցել։ Հələ մենք այն գաղտնիքների մեջ չենք մտել էլի, դա արդեն երկրորդն է։ Նի առանձի։ Հա, այդ առանձի։ Բան Շնորհակալություն Բելգիային վստահելով քո պատմությունը, քո անցած ճանապարհը, վստահ եմ, որ յուրաքանչյուր պատմության մեջ մարդիկ կան, որ իրանց կճանաչեն։ Այո։ Իրանց անցած ճանապարհը։ Ես ասում եմ, սրանք մաման ասում է, սրանք այս հաղորդման անունը պիտի դնես կյանքի պատմություններ, որտեղ յուրաքանչյուր կյանքի պատմություն հզոր է։ Իսկ մեր ունկնդիրներն էլ կխնդրեմ, որ լսեն, կոմենտներ գրեն, կիսվեն, ու եթե Վիգենին ճանաչում են, զանգեն ու Վիգենին շնորհակալություն հայտնեն այս անկեղծ ինտերվյուի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես չգիտեմ, հələ գլսեմ նոր կզգամ, ինչ եմ ասել, բայց որ ասել եմ ի սրտանց իմ անցած կյանքից ու ես ընդհանրապես բաց մարդ եմ ու բոլորին էլ ես ցանկանում եմ, որ իրանք ազնիվ լինեն, ազնիվ, եթե իրանք, ասենք, ինչ-որ բան անելուց ամեն բանից մեջ պետք է ազնվություն դրվի, գործ ես անում, աշխատում ես, ընկերություն ես անում, ամեն ինչ մեջ ազնվությունը ամենաբարձր աստիճանը, որ մարդ պետք է դա լինի, եթե դա ունենաս, ամեն ինչ ախտարել։ Իմ կողմից էլ խորհուրդ, եթե չգիտեք ձեր տունը, ձեր բակը ոնց դասավորեք, եկեք տեսեք ինքը ոնց է դասավորել։ Մի հատ փոքր դրախտ Բելգիայում։ Շնորհակալություն ու բոլորին լավ օր։ Այո, ապրես։